Մենք վերադարձանք եւ մեր տաղավարը առավել քան տաղանդաշատ է եւ ներկայացնեմ մեր այսօրվա առաջին թեման։ Հոկտեմբերի 21-ից 27-ը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ Արփինե Կալինինան իր ստեղծագործական դասարանի 4 տաղանդաշատ սաների հետ Գերմանիայի հայոց թեմի կողմից հրավիրված էր Գերմանիա համերգային շրջագայության։ Սա առաջին արտերկրյա համերգաշրջանն է, որին հատուկ հրավիրված են պատանի ստեղծագործ տաղանդներ Հայաստանից ներկայացնելու սեփական ստեղծագործությունները։ Հայ մշակութային օրերի մասին ենք խոսելու մեր տաղավարում հյուրընկալված պատանիների եւ աղջիկների հետ։ Մեր հյուրերն են կոմպոզիտոր մանկավար Արփինե Կալինինան, նրա սաները պատանի կոմպոզիտորներ Արտաշես Մոսիկյանը, Հայկ Ջուլհակյանը, Արթուր Գրիգորյանն ու Դալար Չիչյանը։ Բարի օր, բարի լույս սիրելիներս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Եկեք սկսենք ամենակարևորից, ինչպես անցավ շրջագայությունը։ Դուք նշեցիք, որ առաջին անգամ է նման նախադեպ գրանցվել, պատմեք այդ ընթացքի մասին, դուք էլ հետագայում չեք կաշկանդվում, օգտվում եք բարձրախոսից եւ պատմում ձեր տպավորությունները։ Գերմանիայի մի քանի քաղաքներում եք հասցրել լինել կարճ այցի ընթացքում։ Առաջին հերթին ուզում ենք շնորհակալություն հայտնել մեզ հյուրընկալելու համար այս ջերմ տաղավարում։ Ինչպես նշեցիք, այո, իմ ստեղծագործական դասարանի 4 ուրեմն սաները Արտաշեսը Մոսիկյան, Արթուրը Գրիգորյան, Հայկը Ջուլհակյան եւ Դալարը Չիչյան հրավիրված էին Գերմանիա 3 քաղաքներում՝ Քյոլնում, Շտուտգարտում եւ Բրեմենում ներկայացնելու իրենց դաշնամուրային եւ վոկալ ստեղծագործությունները։ Հրավերը Գերմանիա հայոց թեմի կողմից էր, Սերովփե Սրբազանի կողմից առաջնորդ եւ մեր 3 համերգները անցան շատ ջերմ մթնոլորտում, լսեցինք շատ ջերմ արձագանքներ մեր պատանիների ստեղծագործությունների վերաբերյալ եւ սա թե իրենց առաջին շրջագայությունն էր որպես պատանի ստեղծագործողներ իրենք որպես կատարողներ տարբեր երկրներում ելույթ ունեցել են, բայց ստեղծագործական շրջագայություն առաջինն էր եւ բացառիկ էր այդ առումով եւ ընդհանրապես Հայաստանից մինչև օրս այսպես առիթ չի եղել, որ հենց պատանի ստեղծագործողներ մեկնեն շրջագայություն իրենց ստեղծագործությունները ներկայացնելու, այդ առումով շատ ոգեշնչող էր։ Քանի որ ինչպես գիտենք երաժշտության ակունքը կոմպոզիցիան է եւ առանց կոմպոզիտորի ստեղծագործություն չկա եւ այն ուշադրությունը բացառիկ որ ուղղվեց մեր պատանի ստեղծագործողներին, մեր կոմպոզիտորական դպրոցի շարունակողներին, ապագա եւ Գերմանիայում այո, ամբողջ դասական երաժշտության ուրեմն հենասյուներից մեկն է, այո, Գերմանիան Եվ պիտի ասեմ, որ հատուկ այս համերգների համար իմ սաները գրեցին ստեղծագործություններ ներշնչված կոմիտասով, իհարկե իրենք ներկայացրեցին նաև իրենց նախորդ տարիների ստեղծագործությունները, նաև հատուկ այս համերգների համար գրված ստեղծագործություններ ներշնչված կոմիտասով, Դալարը ներկայացրեց դաշնամուրային պիես, ուրեմն Չինարես Նազանիմ, Հոյնազան եւ Չինարես երգերի հիման վրա Հայկը ներկայացրեց կռունկը, իր դաշնամուրային ստեղծագործությունը ներշնչված կռունկով, հանրահայտ կռունկ երգով, Արթուրը այսպես ուղակի ոգեշնչված ողջ Կոմիտասի արվեստով գրեց Կոմիտասյան պար դաշնամուրային ստեղծագործությունը, իսկ Արտաշեսը Գարունա երգի հիման վրա գրեց իր դաշնամուրային գործը։ Եցեք տղաներ եւ դալարդու, որ այս տարիքում արդեն կարողանում եք ձեր հաստատուն խոսքը ասել եւ զուգորդել հայկական Կոմիտասը ու ներկայացնել նաեւ Գերմանիայում այդ ամենը։ Շնորհակալություն ձեզ։ Եվ հենց դուք էլ հերթով կցանկանաք պատմել, թե ինչպես սկսեցիք ստեղծագործել այս տարիքում եւ խորը նաեւ, որտեղ Կոմիտասը արդեն իրենից ներկայացնում է պատմության ճանաչում ամեն ինչ։ Յուրաքանչյուրը ձեր ստեղծագործության մասին պատմեք։ Դալարից ենք սկսում։ Նրան ենք զիջում աղջիկն է։ Բարև ձեզ։ Ես գնացել եմ կոմպոզիցիայի 2 տարի արդեն եւ Ես սկսել եմ կոմպոզիցիայի գնալ իմ սոլֆեջիոյի դասատուի ու իմ դաշնամուրի դասատուի խորհրդով եւ
Ես գրեցի անցյալ տարի իմ առաջին ստեղծագործությունը Մայիսյան 2 պիեսը, որը բաղկացած է Մայիսյան վարսից ու Մայիսյան ամպրոպներից, որոնք ունեն իրար հակադրող տրամադրություն, բայց լավ հաղորդում են Մայիսյան տրամադրությունը։ Երկրորդ ստեղծագործությունը, որ ես գրեցի, այն Չինարես Նազանիմն է, ոգեշնչված կոմիտասյան մեղեդիներով։ Ես երգչախմբում շատ եմ երգել կոմիտաս եւ այդ երկու երգերը, որոնցով ոգեշնչված գրել եմ, այս ստեղծագործությունը իմ սիրած կոմիտասյան երգերն էին։ Հրաշալի։ Հայկ։ Եվ ավելացնեմ, որ դալարը ավարտել է արդեն Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը դաշնամուրային բաժինը Հերմինե Գրիգորյանի դասարանում եւ երկրորդ տարին է, որ հաճախում է կոմպոզիցիայի։ Հայկը սովորում է Պարոնյան դպրոցում, Իզաբելա Պարոնյանի դասարանում 5-րդ տարին է հաճախում ինձ մոտ կոմպոզիցիայի, մնացյալը ինքը կներկայացնի։ Ինչ զգացողություններ էին հանդես գալ գերմանական բեմերում։ Նորից բարի լույս բոլորին, ես Հայկ Ջուլհակյանն եմ։ Երբ իմացա այս հիանալի հնարավորության մասին, շատ ոգեշնչված սկսեցի գրել այդ կոմիտասյան կռունկի երգով ներշնչված ստեղծագործությունը։ Ներկայացրեցի ոչ միայն այդ ստեղծագործությունը, նաև ներկայացրեցի իմ վոկալ ստեղծագործությունը, որը կոչվում է կռունկ, Տերյանի համանուն բանաստեղծության հիման վրա։ Կանչը։ Որը կատարեցի որպես դաշնակահար ես եւ որպես երգչուհի Անուշ Նազարյանը, գերմանաբնակ հայ ստեղծության սոպրանո Հայաստանի ու Սփյուռքում բնակվող մեր հայերի այդ շփումը ամեն դեպքում միասին մի բեմում հանդես գալը արդեն պատասխանատու մի բան դառնում։ Այո, մանավանդ Շտուտգարտում համերգը հայ մշակույթի օրերի շրջանակում էր եւ այսպես շատ գեղեցիկ կապ էր։ Խնդրեմ Հայկ։ Ես մանկուց փոքրիկ իմպրովիզացիաներ էի արել, բայց Այքանի տարեկան ես, որ մանկուց արդեն 14 տարեկան եմ։ Վաու։ Ինչ ճանապարհ երաժշտական։ 9-10 տարեկանից այդպես փոքրիկ իմպրովիզացիաներ էի անում դաշնամուրային, բայց գրիչ էի առնում եւ իմ դաշնամուրի դասատու Իզաբելա Պարոնյանը ինձ խորհուրդ տվեց գնալ կոմպոզիցիայի եւ արդեն 5-րդ տարին հաճախում եմ կոմպոզիցիայի Արփինե Կալինինայի մոտ եւ արդեն ունեմ գրած բազմաթիվ ստեղծագործություններ։ Դու արդեն կոպիկում ես երաժշտական։ 14 Հրաշալի է տղաներ, որ հուսալի ձեռքերում եք, այսինքն կա այն ճանապարհը, որ դուք կարող եք մեծ բեմեր հասնել։ Արթուր Արթուրը սովորում է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, իմ բոլոր սաները այսպես տարբեր ուսումնական հաստատություններ են ներկայացնում, ուրեմն Մարիամ Հովհաննիսյանի դասարանում դաշնամուր է ուսանում, դե արդեն բնականաբար կոմպոզիցիան ինձ մոտ ինքը կպատմի արդեն իր մասին եւ այսպես քանի որ առիթ կա իրենց մասին խոսելու, նաեւ ասեմ, որ Հայկ Արթուրը եւ Արտաշեսը Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բազմակի դափնեկիրներ են Եվ հիմա Արթուրը կպատմի իր ստեղծագործությունների մասին, որը ներկայացրեց Գերմանիայում։ Նախ ասեմ, որ ես սովորում եմ Տիգրան Չուխաջյանի անվան դպրոցում, դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում, իսկ ընկեր Արփինեի մոտ կոմպոզիցիայի եմ հաճախում 4-րդ տարին։ Ես սկսել եմ ստեղծագործել 8 տարեկանից, երբ դաշնամուրային բաժնի 2-րդ դասարանում էի։ Այդպես Սոլֆեջոյի դասատուն նկատեց ինչպես եմ ես ստեղծագործում եւ ինձ առաջարկեց գնալ ընկեր Արփինեի կոմպոզիցիայի դասարան։ Գերմանիայում ներկայացրել էի 3 գործ։ Իմ առաջին գործն էր վոկալ ստեղծագործությունը իմ, որը գրել էի ձայնի եւ դաշնամուրի համար։ Գրել էի Հովհաննես Շիրազի Գարնանամուտ բանաստեղծության հիման վրա։ Եվ կատարել էի այն Անուշ Նազարյանի հետ։ Իմ մյուս գործն էր հայկական պար կոմիտասով ոգեշնչված իմ ստեղծագործությունը։ Այն հատուկ գրել էի Գերմանիայի համերգների համար կոմիտասով ոգեշնչված։ Եվ դրա օգնությամբ կարողացա կոմիտասի երաժշտության հետ ավելի մոտ ծանոթանալ։ Սակայն նաև ներկայացրել էի Արամ Խաչատրյանի Անդանդինո ստեղծագործությունը դաշնամուրային։
Ոնց կուզենայինք այնտեղ լինելու լսել ձեզ, թեև այստեղ կարծում եմ եւս համերգներ ունենաք։ Այո, մենք ունենում ենք դասարանական համերգներ, ավանդաբար, այդպես իմ ստեղծագործական դասարանը ներկայացնող սաները համահավաք կերպով տարբեր ուսումնական հաստատություններից ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, եւ դա նաեւ շատ գեղեցիկ առիթ է, որ իրենք տարբեր ուսումնական հաստատություններում են ուսանում, միմյանց ճանաչում են, միմյանցով ոգեշնչվում են, միմյանց օգնում են, չէ՞ որ դա այդ ամբողջը ստեղծագործական մթնոլորտ է եւ իրենք միմյանց հետ առնչությամբ շատ նոր շերտեր են նաեւ իրենց մեջ բացահայտում։ Նորացող աշխարհում այսպես երբ արհեստական բանականությունից են խոսում, արդեն մարդ ստեղծելուց են խոսում, ռոբոտներին հանձնելուց մարդու դերը նաեւ դուք արվեստն եք ներկայացնում, այդ բարձրագույն կոչմանն եք արժանի դերևս լինելու կակ։ Ինչ խորհուրդ կտաք ձեր սերնդակիցներին։ Արտաշեսը ուրեմն Արտաշեսը պատմի իր գոհարների մասին մնացածից։ Ինքն էլ 5-րդ տարին է հաճախում կոմպոզիցիայի, մնացյալը ինքը կպատմի։ Ես Արտաշես Մոսիկյանն եմ, սովորում եմ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջում առաջին կուրս։ Համերգները ներկայացրել եմ։ Արտաշես քանի տարեկան է։ 15 տարեկան եմ։ Քոլեջում այդ ժամանակվանից արդեն սովորում են 15 տարեկանից սկսած առաջին կուրս։ Էքստերն է դա թե։ Չէ։ Չէ, կարող են արդեն 9-րդ դասարանից հետո։ Համերգները ներկայացրել եմ իմ Ալեբախում խռով դաշնամուրային ստեղծագործությունները, Գետը ռոմանս, որը կատարել է Անուշ Նազարյանը եւ ես, եւ Գարունա կոմիտասով ներշնչված ստեղծագործությունը, որը գրել եմ հատուկ Գերմանիայի համերգների համար։ Հրաշալի։ Անուշին ծափահարենք։ Այո, Անուշը կոմիտասից առավել իր անունը հոլովեց այսօր տաղավարում։ Դա իրենց օգնեց, որպեսզի իրենց վոկալ ստեղծագործությունները հնչեն, այլապես համերգը միայն բաղկացած կլիներ դաշնամուրային ստեղծագործություններից, իսկ այսպես հարստացավ։ Նախ իրենք նշեցին արդեն իրենց վոկալ ստեղծագործությունները գրվել են հայ պոեզիայի գոհարների հիման վրա, եւ սա էլ շատ գեղեցիկ առիթ է, որ իմ սաները առնչվում են հայ պոեզիայի հետ, բանաստեղծության հետ եւ գրում են գեղեցիկ, շատ գեղեցիկ ռոմանսներ եւ ոչ միայն գեղեցիկ, ես կասեի շատ համահունչ այդ պոեզիային, լիովին արտացոլելով այդ պոեզիայի էությունը եւ իսկապես մեծ ուրախություն էր, որ իրենք այդ հնարավորությունը ունեցան ներկայացնելու իրենց ստեղծագործությունները հենց Գերմանիայում, նաև կարողացանք մենք մի քանի մշակութային այց կատարել, լինել Բեթհովենի թանգարանում, կուզենամ Արտաշեսը պատմի, որովհետև իր մտահաղացում ունեցավ ինքը։ Այո, անոր ներշնչված։ Պատմես Բեթհովենի թանգարանի մասին։ Բոն գնացինք։ Գնացել ենք Բոն Բեթհովենի թանգարան։ Բեթհովենի թանգարանում կարում եք մի բլոկնոտ, որտեղ տարբեր ազգերի մարդիկ գրում էին իրենց լեզվով ինչ-որ մի նախադասություններ եւ ես որոշեցի գրել հայերեն լեզվով, որ եկել ենք Գերմանիա համերգների, որ պատանի կոմպոզիտորներ ենք։ Ով գիտի քանի տասնամյականց կկարդան ու կիմանան մենք եղել ենք այստեղ։ Այստեղ եղել է հայ։ Եկանք, տեսանք, հաղթեցինք։ Եվ եկել էին ստանալու, այսպես ասենք, Բեթհովենի օրհնությունը, եւ իրենք շատ են սիրում Բեթհովենի երաժշտությունը, հատկապես Արտաշեսը, եւ որոշեցինք անպայման այդ խիտ գրաֆիկում այցելել թանգարան եւ մեծ լիցքեր ստանալ, դալարը այնտեղից տետր գնեց, պատմես, միանգամից սկսեց գրել արդեն այդ տետրում, արդեն համերգից հետո, Բրեմենից հետո։ Համերգներից հետո ես փոքր տետր էի արել Բեթհովենի թանգարանից եւ համերգներից հետո մեզ հրավիրել էին ընթրիքի եւ ես ուտելու փոխարեն հանել էի տետրը գրում էի։ Միանգամից գրում էր։ Ձեզ նորանոր վերելքներ, նոր բարձունքներ, հայտնի բեմերի նվաճում։ Շնորհակալ եմ, որ եկաք մեզ մոտ ստեղծագործեք։ Ես կարծում եմ այս ժամին, երբ որ ծնողներ իրենց երեխաներին պատրաստում են դպրոց, նաև ձեր համադասարանցիները եւ տարիքակիցները տեսնում են եւ ոգեշնչվում եւ մտածում, գուցե ես էլ կարողանամ մեկ օր ստեղծագործել։ Իսկ մենք դիտենք գովազդը եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։ Մեզ